նշանակում պահանջարկը նվազեց, առաջարկը քչացավ, պահանջարկը ավելացավ, առաջարկը քչացավ եւ ապրանքի գինը բարձրացավ։ Բայց ինչ կապ ունեն առաջարկի եւ պահանջարկի այս օրերը, այս վատմանկետը ոնց է որոշում գինը։ Հիմա ցած եք պատկերացնենք, երեխեք Հայաստանում վաղվանից ինչ-որ մեկը ականջին շշնջալով, ինչ-որ խոճապային տրամադրությունով մարդիկ իմանում են, որ իմը վարավի դասընթացներին պետք է մասնակցեն, թե չէ չեն կարող վաստակեն։ Բժիշկներ, բոլորը, ասենք այն մարդիկ, ովքեր բիզնեսի հետ առասարակ կապ չունեն, բայց պետք է մեր դասընթացներին մասնակցեն, որ կարողանան հետո ապրել։ Հա, պատկերացնում ենք, ասենք մի պահ, որ ամբողջ Հայաստանը ուզում է գա այս դասարանում նստի ու դաս սովորի։ Մենք ինչքան կարող ծախենք ամեն դեպքում։ Ինչքան ուզենք, չէ՞ համարյա։ 1 միլիոն պահանջարկ է դեպի ինչքանով կարող։ 1 միլիոն հոգի հիմա ուզենաց դասարանում լինի։ Կծախենք, չէ՞ ասենք։ Ինչքան կտեղավորը այնքան կծախ։ Աջան։ Ինչքան կտեղավորը։ Չէ, հա, 50 հոգի նստեց ամեն մեկին, մեկից մեկ ինչքան փող կարանք վերցնենք։ Ինչքան ուզենք, համարյա։ Բարձր գինքը։ Ու կտան, ասենք 500,000 կարող մի տեղի համար վճարել, լավ։ Եթե իրանց ինչ-որ մեկը խաբած լինի, որ իր ապագան կախված այս սեմինարից։ Եվ երկրորդը պատկերացրեք մենք էլ։ Չէ, դրա ապագան կախված լինի, դա շատ սուր է, էլի։ Եվ երկրորդը պատկերացրեք երեխեք մենք էլ վերցնում ենք ես ու Վարամը, այս 50 տեղը սարքում ենք 10 տեղ։ Այսինքն առաջարկն ենք նվազեցնում։ Այդ ժամանակ ամեն մի տեղ ինչքանով կծախենք։ Շատ ավելի թանկ, ճիշտ է։ Հետևաբար առաջարկը դա այն է, ինչ առաջարկվում է շուկայում, ինչ քանակով առաջարկվում է, պահանջարկն էլ այն է, ինչքան մարդ ուզում է գնի այդ առաջարկածը։